Սիրելի հայրենակիցներ, նախ շնորհակալ եմ մեր լրատվամիջոցներից, որ անհաղորդ են և լուսաբանում են։ Շնորհակալ եմ այն մարդկանցից, որոնք հետևում են, սակայն ուզում եմ խնդրել նրանց, կոչ անել, որ այդ հետևելը կամ հավանության կոչակը սեղմելը դա բավարար չէ։ Ես համաձայն եմ, որ մեզ ձեզ սովորեցրել են, որ վիրտուալ տիրույթում կարող է երկիր կառավարվել, բայց այն ամենևին այդպես չէ։ Գետնի վրա է մեր անելիքը, հստակ է մեր անելիքը։ Եվ մենք այնքան միամիտ չենք, որ ինչ-որ կոչերից ենթադրենք, որ պետք է արձագանքի Նիկոլ Փաշինյանը կամ իր իշխանությունը։ Ոչ ամենևին։ Մենք այստեղ ենք, որպեսզի այդ ձայնը, այդ բողոքի ձայնը, այդ պահանջի ձայնը չլռի։ Միայն այդ պատճառով եւ չի լռելու։ Եվ մտքներով անգամ չանցնի, որ կարողանալու են այդպես լռեցնել եւ այս ձայնը իրենց տարակներում, պահոստներում, չգիտեմ ինչով ասես ծածկել։ Չի լինելու, որովհետեւ մենք կանք եւ մենք պահանջատեր ենք։ Չի կարող հավատք լինել այս մարդկանց նկատմամբ, քանի որ 7 տարի համատարած խավարում ենք ապրում եւ չարիքի մեջ։ Քանի որ եկան դագաղներով եւ տղամարդու համար, առհասարակ մարդու համար ամենաստոր, ամենացածր ձևով կհիշեք, որ Ռոբերտ Աբաջան սրբությունը ինչպես պղծեցին կեղծ պապիկներով։ Մոնթե Մենքոնյանի կերպարն էր ընդունել եւ հորջորջում էր իրեն հերոս, այնինչ Մոնթեի գործը շարունակողը ոչ թե կենաց խմողը, դա հենց Աբաջանն էր, որի կեղծ պապիկ էր կերտել, կարևոր այդ պահին ձեր հուզումների վրա ազդի, ձեր էմոցիաների վրա ազդի եւ խաբելով գա։ Տեսեք ինչքան նման է սրանց կառավարությունը վերապահումներով իրենց կիրթ եւ հարազատ եղբայրների Ալիևի եւ Էրդողանի կառավարմանը։ Տեսեք ինչ բռնաճնշումներ է տեղի ունենում այնտեղ, որը մեզ համար ակնհայտ էր այլևս։ Միթե այդ բռնաճնշումները չկան այսօր այստեղ։ Այս հարցի մասին չխոսելով, այս հարցը չբարձրաձայնելով, 6000 հեծանիվ բաժանելով եւ այնպես էլ մի գլուխները գովում են կարծես ինչ է, 6 նամակ, 6 դիմում, այս հարցով դուք ինչ որ միտեղ ուղարկել եք, 6 գործողություն արել եք, 6000 հեծանիվ են բաժանել ուսուցիչներին, որ հեծանիվով գան։ Ձվածեղապետություն են սրանք ստեղծել, չի լինելու։ Եվ այս համատարած խավարի մեջ լույս է վառվելու, այդ լույսը Բաքվի բանտում են վառել մեր տղաները։ Այո, նրանք դատապարտվում են, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը Ռուբեն Վարդանյանն է, ինչ-որ մեկը Բակո Սահակյանն է, նրանք դատապարտվում են, որովհետև նրանք հայ են։ Եվ ինչ լույս է այնտեղից վառվել, ինչ ուղերձներ էր մեզ ուղում Ռուբեն Վարդանյանը, ինչ արժեր այն խոսքերը մեր զինվորականների, բարձրակարգ զինվորականների, որ այո կռվել եմ իմ հայրենիքի, իմ հայության պաշտպանության համար, եւ եթե հարկ լիներ նորից կկռվեի, այո կռվել եմ, պատերազմել եմ Ադրբեջանի բանակի դեմ, որովհետեւ քննարկման նյութ չէ, քննարկման թեմա չէ, մեր լինելությունը, մեր գոյության իրավունքը, որ այսօր մենք տեսնում ենք շատ պարզ, շատ ազատ, լայն իմաստով արդեն մեծ ցինիզմով մեզ է հրամցնում Նիկոլ Փաշինյանը եւ իր խունտան։ Այսպես է լինելու, տրամաբանորեն այսպես է լինելու, քանի որ մարդը, որ ղեկավարում է մի ամբողջ ազգ, պետություն Հայաստան անունով, մարսեց այն, որ ինչ պետք լինի, պետք է թափ տա։ Քանի որ նրանք ուղիղ ոչ փոխաբերական իմաստով թքեցին իրենց քաղաքացու, իրենց հայրենակցի նկատմամբ եւ ոչ մի դատապարտում չեղավ։ Քանի որ առաջնորդվեցին, պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ Բայց ով է մեղավոր։ Եվ ձեր մեղքը այնքան ահագին է, այնքան ահռելի, նույնիսկ մեր ներումը ձեզ չի փրկելու։ Չգիտեմ ինչ ապաշխարություն է ձեզ պետք լինելու, եթե դուք կարող եք ապաշխարել։ Ժողովուրդ ջան, խոսելու ենք, բարձրաձայնելու ենք ամեն ուր, ամեն առիթով, չենք լռելու, լինենք մենակ։ Այստեղ կանգնած լինի բազմահազար ժողովուրդ։ Սա պահանջ է, որը չի լռելու։ Սա մեր լինելիության, սա մեր գոյության, այո, մեր ապրելու իրավունքի մասին է։ Ազատություն մեր գերիներին։